Ընկերներ, ողջույն, ձեզ հետ Մարիանան է։ Այսօր պատրաստելու եմ շատ համեղ գունեղ աղցան, թե տոնական, թե ամենօրյա սեղանի։ Աղցանի համար մեզ անհրաժեշտ է հավի կրծքամիս, հունավոր պղպեղ, գազար, բրոկոլի, համեմ։ Համեմունքներից սև պղպեղ, սխտորի փոշի աղ, վերջում կլցնենք թթվասեր։ Բանջարեղենը կտրատում ենք այնպես, ինչպես հոլովակում եմ ցուցադրում։ Ընկերներ, շնորհակալ կլինեմ բոլորիդ ինձ բաժանորդագրվելու աջակցելու համար։ Ձեզանից կգնա ընդամենը մի քանի վայրկյան ժամանակ։ Շնորհակալ եմ։ Նույն կերպ կտրատում ենք նաև պղպեղը։ Վերջում հավի միսը կմանրացնենք և կգնանք տապակելու։ Ընկերներ, բոլոր բաղադրիչները կտրատել եմ և գնացինք տապակելու։ Թավայի մեջ լցնում եմ բուսայուղ, թողնում ենք մի փոքր տաքանա, հետո բոլոր բաղադրիչները հերթով կտապակենք։ Բանջարեղենը տապակում ենք միջին եփվածությամբ, որպեսզի և տեսքը և համը չկորցնի։ Շատ տապակելուց կորում է տեսքը, համը, բույրը, նաև վիտամիններն են կորում, իսկ մեզ պետք է ոչ միայն գեղեցիկ, աչքին հաճելի, այլ նաև առողջ սնունդ, վիտամիններով հարուստ։ Վերջում տապակում եմ նաև հավի միսը, այստեղ կադրում չի երևում, և գնում ենք աղցանը հավաքելու։ Մնացեք ինձ հետ, գնացինք։ Տապակելուց հետո լցրեք ցանցի վրա, որպեսզի ավելնոր ձիթայուղը դուրս գա։ Այստեղ արդեն աղցանը հավաքում ենք։ Ավելացնում թթվասեր, համեմունքներ, համեմ, լավ խառնում և մատուցում։ Ընկերներ, մեր աղցանը պատրաստ է, ստացվել է շատ գունեղ և համեղ։ Եկեք միասին փորձենք։ Շատ համեղ է ստացվել։ Պատրաստեք։ Ես վստահեցնում եմ, որ դուք կհավանեք։ Շնորհակալ եմ բոլորիդ, շնորհակալ եմ բաժանորդագրվելու, ինձ աջակցելու, հետևելու համար։ Ձեզ հետ Մարիանան էր։ Լավ մնացեք, կհանդիպենք։ Առայժմ։